կրակների հովիտ։ Ահա այսպես է կոչվում Նևադա նահանգի խորքերում գտնվող կրակի նման անապատը, որտեղ էլ այսօր ես պետք է անեմ արշավ։ Անապատում շատ են օձերը, սև կարիճներն ու շակալները, բայց դա ինձ այսօր ընդհանրապես չի հետաքրքրում, քանի որ ինչ էլ լինի, ես պետք է ուսումնասիրեմ այս 150 միլիոն տարիների պատմություն ունեցող առեղծվածային անապատը։ Ժամանակը չի կատակներ անել, ասում եմ 2 ժամ հերվածել ենք ավտոյից, արա հել գնանք։ Ես սկսում եմ նոր նախագիծ, որի շրջանակներում այցելելու եմ Ամերիկայի տարբեր նահանգներ, հատուկ տուն մեքենայով շրջելու եմ եւ նկարահանեմ տարբեր վտանգավոր վիզիոներ։ Եվ մեր առաջին նահանգը Նևադան է, որտեղ նկարահանելու եմ 4 իրարից տարբեր առեղծվածային էպիզոդներ։ Օրինակ Area 51-ը, որը հայտնի է իր մի շարք այլ մոլորակայինների պատմություններով։ Area 51. Area 51. Area 51. Area 51. Դայ նկար։ Օրո, հուրս օրը, փագի դուրը, պապ նստի քշի, պապ։ Այնուհետև շարունակելով ճանապարհը մեր երրորդ կանգառը լինելու է ծաղրածուների մոթելը, որը համարվում է աշխարհի ամենաանիծված եւ վտանգավոր հյուրանոցներից մեկը։ Արա, չեմ ուզում մնամ ստեղ։ Եվ մեր ամենավերջին կանգառը լինելու է Լաս Վեգասը, որտեղ էլ դե ծախսելու ենք գումար եւ բացահայտենք Լաս Վեգասի տարօրինակ վայրերը միասին։ Խնդրում եմ մի հատ չափ սնայ, գլխիցս մեծ է։ Ես խոստանում եմ, որ այս նոր նախագիծս ամեն հաջորդող շաբաթ օրը էլ ավելի հետաքրքիր է դարձնելու։ Եկեք սկսենք ամենասկզբից։ Վերջապես եկավ այսօրը, որ գնում ենք երկար ճանապարհորդության։ Դուք ուղղակի չեք պատկերացնի, թե ես ինչքան էի այսօրվան սպասել։ Չգիտենք ուր ենք գնում, չգիտենք ինչա գլխներից գալու, բայց Աստված մեր հետ, լավ է լինելու ամեն ինչ գնացինք։ Ուղիղ 1 ժամից թռիչքն է, հավատս ոնց որ չգա, որ այս ամիսների պլանավորած ճանապարհորդությունը իրականություն է դառնում։ Մի խոսքով գնում ենք Նևադա 4 վտանգավոր վիդեոներ նկարելու։ Հավատս չի գալիս, գնում ենք Valley of Fire, Նևադայի ամենավտանգավոր անապատներից մեկը, որպեսզի այնտեղ անենք արշավ։ Չեք պատկերացնի, թե ինձ հետ ինչքան առաջին օգնության պարագաներ եմ վերցրել, որովհետև իսկապես չես իմանա, թե այդ հսկայական անապատում ինչ կպատահի ու մանավանդ, որ Valley of Fire համարվում է աշխարհի ամենավտանգավոր անապատներից մեկը, ամենավտանգավոր բանը էս բան դա եղանակ տա լինելու, քանի որ ասում են, որ վաղը անձրև է լինելու։ Իսկ Valley of Fire-ում անձրևի ժամանակ շատ արագ լինում է փոթորիկ ու նման իրավիճակում պետք է հնարավորինս պատրաստված լինենք։ Գնացինք, այս ինչ էրա ձեզ սպասվում։ Instagram-ից հետևորդները ամենաառաջինն են իմանում, թե ինչ է իրենց սպասվելու YouTube-ում։ Գնա հետևից։ Խնդրում եմ նայեք որտեղ ենք մենք նստել, եթե սամալյոտը ընկնի, մենք ենք լինելու փրկողները։ Մենք ենք բացելու դուռը եւ օդափոխենք սամալյոտը։ Իդեպս ճանապարհորդությունը ես ու Ռաֆոն միայնակ չենք անելու, այլ հայրիկս էլ է մեր հետ լինելու, պապ ջան, մեզ կոնտրոլի տակ կպահես։ Եթե շատ վտանգավոր բաներ անենք, խնդրում եմ մեզ հետ կպահես, այդ ամեն ինչից։ Հիմա ինչքան կարանք կատակներ ենք անում, ինքներս մեզ ցրում ենք, քանի որ արժեվում իսկապես թեժ է լինելու, շատ էքստրեմ է լինելու ու չգիտենք թե գլխներից ինչ է գալու։ Հենց որ հիմա ինչքան կարանք պետքա ծիծաղենք, որովհետև հետո ով իմանա թե ինչ կլինի։ Լավ, բայց հիմա ինչ ենք անելու, Ռաֆո, ես քեզ ասում եի, չէ՞ այս ճամփով չգանք։ Սնվելու ժամանակն է։ Արդեն 4-ից համակ անապատները երևում է։ Դե ինչ օֆիցիալ մենք արդեն Նևադա նահանգում ենք։ Սենց բան տեսել եք օդանավակայանն է եւ օդանավակայանի ներսում կազինո։ Երբեք չխաղա կազինո աշխարհի ամենավատ բանն է։ Տաքսիով գնում ենք մեր RV հսկայական մեքենան վերցնելու, որի մեջ էլ ապրելու ենք այս 4 օրերը։ Մեքենան վարձակալելուց մեզ մանրամասն բացատրեցին բոլոր դետալները, թե ինչպես է պետք ճիշտ օգտվել։ Դե ինչ, իմ հետևում գտնվում է RV մեքենան, որով էլ այս դժվար ու երկար ճանապարհը գնալու ենք։ Եկեք գնանք ներսը տեսնենք։
Ահա մեր Արվին, վաու, նույնիսկ սառնարան ունենք։ Ունենք խոհանոց, որտեղ ուտելիքներն ենք սարքելու, ունենք ծորակ։ Այստեղ մեր առաջին մահճակալն է լինելու եւ մեր բաղնիքը, այստեղ զուգարանը, ծորակը եւ այստեղ լողանալու ենք։ Այստեղ գտնվում է սեղանը, որտեղ հաց ենք ուտելու եւ մյուս մահճակալը գտնվում է այնտեղ վերևում։ Այժմ շարժվում ենք դեպի խանութ, որ այս 4 օրերի սնունդը գնենք ու նոր շարժվում ենք Valley of Fire։ Բավականին երկար ճանապարհ ունենք գնալու։ Հասանք խանութ, գնանք տեսնենք թե ինչ գնումներ ենք անում, որովհետեւ ոչ մի սննդի պակաս չունենանք։ Անպայման վերցնում ենք յոգուրտ, ստեղ վերցրել եմ մրգեր, վերցնում ենք տավարի միս, որ սարքենք steak անպայման։ Վերջապես գնումները ավարտեցինք, ժամանակն է շարունակելու ճանապարհը։ Դե ինչ բոլոր ուտելիքները դնում ենք սառնարանի մեջ եւ արդեն շարժվում ենք դեպի անապատ։ Կարճ նրա մասին թե ինչ ա լինում, երբ Ռաֆոին ասում ես օնլայն արա առևտուրը ու Ռաֆոն։ Արա, այդ ոնց է ուտելու այսքան բանան ուզում եմ հասկանամ։ Կապիկներին եմ կերակրելու։ Խնդրում եմ ստեղ նայեք, մեր սնունդը ամբողջովին դասավորված է։ Ռաֆոն իրեն արդեն զգում է ինչպես իր տանը, պապան մեզ ապահով տեղ է հասցնում։ Չեմ հավատում, որ հիմա մենք 100 կմ/ժ արագությամբ քշում ենք ու այդ ընթացքում պարկած հանգստանում ենք։ Ինչքան մոտենում ենք կրակի հովիտին, սիրտս ավելի արագ էր աշխատում, քանի որ մտահոգված ու լարված էի, որ ամեն ինչ իմ պլանավորածով անցնի առանց խոչընդոտների եւ ապահով։ Մինչ կհասնենք արշավի վայրը, ցանկանում եմ ասել, որ այս վիդեոների վրա շատ ջանք ու եռանդ է գնում։ Հանուն ձեզ եկել ենք ուրիշ նահանգ ու իսկապես բառից բուն իմաստով չհարչարվում ենք, որ ձեր համար ստանանք իդեալական կոնտենտ ու դեռ 3 տարբեր վիդեոներ պետքա գնանք ու նկարենք այս մեքենայով մեկը մյուսից հետաքրքիր։ Ձեզանից ունեմ ընդամենը մեկ խնդրանք։ Փոքրացրեք վիդեոն եւ բաժանորդագրվեք ալիքին։ Բաժանորդագրվելով բաց չես թողնի հետագա ավելի հետաքրքիր էպիզոդները եւ կաջակցես ալիքին, որպեսզի հնարավորինս շուտ հասնենք 1 միլիոն բաժանորդի։ Հավատս չի գալիս, կարծես արդեն հասնում ենք կրակի հովիտ ու ահա որ վախենալու տեսք ունի։ Իզուր չի որ այստեղ է կոչվում է կրակի հովիտ։ Այս կարմիր ժայռերն ու քարերը ոնց որ իրական կրակ լինեն։ Ես արդեն պատկերացնում թե վաղը առավոտյան ինչ թեժ արշավա ինձ ու Ռաֆոին սպասվում։ Քանի մութը չի ընկել։ Աստված իմ, արես ուր ենք հայտնվել։ Խնդրում եմ միած տեղ նայեք, հավատս չի գալիս։ Աչքերիս չեմ հավատում, որ մենք վերջապես այստեղ ենք։ Մոտավորապես 10 րոպեից մութը կընկնի ու ուղղակի ուզում եմ վայելեմ ամեն մի պահը, էս ինչ սիրուն է ամեն ինչ։ Անverջ ուղղակի կարամ նայեմ այս գեղեցկության, այս ուր ենք հայտնվել, այս ինչ տեղեր կա այս մոլորակի վրա, մի վայրկյան շուտ սկսեք ճանապարհորդել, մի վայրկյան շուտ։ Մենք ունենք փոքր խնդրեմ, հեսա մութը ընկնում է արդեն, ուղիղ 2 րոպեից մութ է, ու մենք չգիտենք թե գիշերը որտեղ են կանգնեցնելու մեր տուն մեքենան, որ գիշերը անցկացնենք։ Դրա համար հիմա շտապ պետք է հասկանալ այդ ամեն ինչը, քանի դեռ ամբողջովին չի մթնել։ Մութը արդեն ընկավ, մեր բոլորի մոտ պանիկա է սկսել, որ գիշերը քնելու տեղ գտնենք ու մնանք։ Մեր մեքենան վերջապես կանգնեցրեցին, գտանք տեղ, որտեղ գիշերը ապահով կկարողանանք քնել։ Եկեք ցույց տամ դուրսը ինչ վիճակ է, որ դուք էլ պատկերացեք, թե որտեղ ենք անցկացնելու։ Այստեղ կանգնացրել ենք մեքենան, ուրեմն հենց կողքը գտնվում է այս այնտեղ, որտեղ կնստենք հաց կուտենք, հեսա սոված մեռնում եմ ես ուղակի։ Այստեղ կսարքենք միսը, ամեն ինչ ուղակի իդեալական է։ Հիմա վայելելու ենք այս գիշերը։ Բավականին շուտ ենք քնելու, քանի որ առավոտ ժամը 6-ին ուղիղ ես ու Ռաֆոն պետքա գնանք արշավի, որ հիշում եմ դրա մասին սիրտս ուղղակի տեղից դուրս է գալիս, որ կրակների հովիտում արշավ եմ անելու։ Չեք պատկերացնի երազանքի պես բաներ իմ համար սա ու բան չմնաց հաշված ժամեր։ Իսկ այժմ հաց ենք ուտում վերջապես։ Եկավ ածուխը լցնելու ժամանակը։ Կրակը վառված է, այ լոզերս գնում արես, ինչ սոված եմ, ոնց եմ խժռելու ես այդ միսը, դուք ուղղակի չեք պատկերացնի։ Ժամը արդեն երեկոյան 7-ն է, ինքնաթիռի մեջ են սենդվիչները, որ կերանք, էդ էր վերջինը։ Այդքան ժամանակա հաց չենք կերել ու խայտառակ սոված ենք։ Ժամանակն է մեր սթեյքը համեմելու, գնացինք։ Առաջինը սկսում ենք սնկերից։ Այնքան սոված եմ, այդպես հումեկը դնեմ գուտեմ։ Շրջում ենք, վաու, օրյո, սթեյքը պատրաստ է, գնացինք։ Այդին սոված էի ես։ Ծոր ես էլ եմ ասոված, ամեն դեպքում։
Լավ կշտացանք, հիմա եկավ վերջապես քնելու ժամանակը, քանի որ առավոտը ժամը ուղիղ 6-ին պետք է արթնանանք, որպեսզի գնանք կրակների հովիտ արշավ անելու։ Սարքում ենք քնելու տեղերը, որպեսզի քնենք։ Ահա այսենց մեր սեղանը դարձավ 3-րդ մահճակալը։ Օրա սիրտս կանգնեց։ Պապան զուտ ջուրը միացրել, դրա համար այդպես ձեն եկավ։ Լուրջ չգիտեմ, պապ, ոնց ենք անում։ Ոնց անենք արա։ Էս ի՞նչ է։ Ոնց եք դուք վերմակը մցնում այս պրոստինի մեջ, էս ինչ դժվար է։ Երբեք չէի մտածի, որ անկողին հավաքելը այսքան բարդ կլինի ու կյանքիցս կխլի 12 րոպե ժամանակ։ Վերջապես քնում ենք ու արթնանանք առավոտյան ժամը 6-ին, վաղը շատ կարևոր օր է։ Գնացինք քնելու։ Բարի լույս, վերջապես արդեն առավոտը ժամը 6:26, ոչ կապ ունենք, ոչ գիտենք թե դուրսը ինչ է կատարվում։ Վաու։ Աստված իմ, ստեղ ենք քնել, էս ինչ հրաշք է, Աստված իմ։ Ես արդեն չեմ համբերում, թե երբ ենք գնալու արշավի ու մտնենք կրակի հովիտի էս հրաշք հսկայական քարերի մեջ։ Էս ինչ ցուրտ է։ Ես իրական զարթուցիչի ձայնից չեմ արթնացել, այլ ցրտից եմ արթնացել, որովհետև ահա որ ցրտել է եղանակը չեք պատկերացնի։ Այստեղ դրել եմ ջուրայեռում, որպեսզի սուրճ խմեմ, եթե սուրճ չասեմ, մի 3 ժամ աչքերս փակել եմ։ Ու այն զգացումից, որ ես հիմա անապատի մեջտեղում էի, այլ ոչ տանը, ուղղակի չէի կարողանում քնել։ Մենք արդեն շարժվեցինք կանգնած տեղից, քշում ենք, որ հասնենք ամենաերկար արշավի տեղը, որը այսօր ես ու Ռաֆոն միասին պետք է անենք։ Հուսանք հեշտ կկարողանանք գտնել այդ տեղը։ Կարծես հայտնված լինեինք ամերիկյան ֆիլմի մեջ, որտեղ ամեն մի անկյուն հիշեցնում էր ֆիլմի դրվագ։ Եվս 1 ժամ ճանապարհը շարունակելուց հետո վերջապես մենք այստեղ ենք, երկար սպասված օրը եկավ, որ մենք պետք է գնանք ու մտնենք կրակի հովիտի քարերի մեջ ու իսկապես չգիտենք թե ինչ է մեզ սպասվում։ Գնացինք։ Պայուսակից մեջ վերցրել եմ բոլոր առաջին անհրաժեշտության պարագաները, մարդես եթե ընկնենք միտեղներս վնասենք, ունենք ամեն ինչ առաջին բուժօգնության համար, մեր հետ վերցրել ենք ջուր, մեր հետ վերցրել ենք սնունդ եւ ամենակարևորը չեներգետիկ, որ հանկարծ էներգիաներս գնա, չեներգետիկ խմենք եւ չեներգիա ստանանք։ Դե ինչ եկավ պահը քարերի մեջ մտնելու, գնացինք։ Իզուր չի, որ այս տեղը կոչվում է կրակների հովիտ, ոնց որ իսկապես կրակների մեջ լինեմ, այս կարմիր գույնը շատ վառ է ու իսկապես շատ սիրուն է։ Ամեն վարկյան պտտվում միած հսկա ժայռ, ոնց որ ինձ նայի վերևից, շարունակում ենք ճանապարհը։ Երբ լինում են եղանակի տատանումներ, այս հսկայական քարերի կիրճերը ու այս նեղ ճանապարհները միանգամից դառնում է հսկայական գետ ու շատ վտանգավոր է ստեղ լինելը։ Մինչև մեր ստեղ գալը ցույց էր տալիս, որ այսօր անձրև է սպասվում, բայց մեր բախտը ուղղակի բերել է, որ եղանակը իդեալական է։ Մենակ խնդրում եմ սենց մնա, չնայած անձրևան եղանակի համար պայուսակից մեջ վերցրել եմ հատուկ անձրևանոց։ Հենց նոր խոսում էի ու զգացի, որ ձայնս ահա որ արձագանքում է, խնդրում եմ միած տեղ լսեք։ Ողջույն։ Մեկ Հավատա քեզ։ Կրակի հովտում շատ են կարիճները եւ սև հսկայական սարդերը, որոնք թունավոր են, ել չեմ խոսում ժանտ օձերի մասին, որոնք տարածքում շատ են։ Իսկ ավելի մեծ կենդանիներից տարածքում շատ են շակալները։ Երբ գիտակցում էիդ, որ տարածքում կան կյանքի համար վտանգավոր կենդանիներ, անկախ քեզանից սկսում էիր ավելի լարված շարունակել ճանապարհդ։ Ուշք ու միտքդ միայն պայուսակիդ առաջին բուժօգնության պարագաներն էին դառնում։ Ուզում եմ այս դետալները մի հատ մանրակրկիտ նայեք։ Խնդրում եմ այս քարերի ալիքները նայեք։ Ուրեմն այս քարերը ունեն ավելի քան 150 միլիոն տարվա պատմություն, այսինքն այս քարերը այստեղ եղել են, երբ դեռ դինոզավրերը երկիր մոլորակի վրա էին, այսինքն մենք հիմա քայլում ենք նախապատմական կրակի միջով։ Լուրջ եմ ասում, այս տողերը ասելուց մարմինս փշաքաղվում է, քանի որ երբ գիտակցում եմ այս քարերը այստեղ եղել են 150 միլիոն տարի առաջվանից սկսած, ուղղակի ապշելու է թե ոնց ենք մենք հիմա ստեղ։ Շարունակում ենք ճանապարհը։
Այս անծայրածիր անապատում միշտ տպավորություն է ստեղծվում, որ մոլորվել ես ու չես հիշում հետադարձ ճանապարհը։ Ժողովուրդ, մենք արդեն չգիտենք ոնց շարունակենք ճանապարհը։ Այժմ եկել ու հասել ենք մի հատ սենց վայր, որտեղ ուղակի ճանապարհը ավարտվում է։ Դրա համար պետք է ուղակի հասկանանք, թե որ կողմ ենք քայլում։ Հեն ինչ ենք անում, վերև ենք գնում, թե դեպի ձախ։ Կարծում եմ ավելի լավ է դեպի վերև ու ցախ գնանք, քան քո ասածը։ Իսկապես չգիտեմ հիմա ուր եմ քայլում, բայց մի հատ կարևոր բան կա, որ պետքա հիշենք, դա մեր եկած ճանապարհն է։ Պետքա այս ամեն ինչը փորձենք մտապահենք, որ հիշենք, հետո ոնց ենք գնալու մեր մեքենայի մոտ։ Ռաֆ, չեմ հավատում։ Ռաֆո, Ռաֆ էլ ժամանակ չկա։ Ես ինչ եմ քաշում քո ձեռը, մենակ ես գիտեմ, ես հետևողները չգիտեմ։ Որոշել եմ, որ պետքա գանք անապատ, Ռաֆոն տարբերակ չունի, պետքա գա հետս։ Այս խեղճտվեն արդեն ձեռս չի դիմանում։ Կարծես իրական կրակի վրով քայլենք։ Այս ինչ տեսարան է բացվում, այս ուր հասանք։ Այս ինչ գեղեցկություն է, խնդրում եմ մի հատ ներքև նայեք։ Ես արդեն քիչ-քիչ սկսեցի լարվել, անկեղծ ասած, քանի որ ճանապարհ ընդհանրապես չկա։ Ուղղակի քարերի միջով քայլում ենք ու հետ դարձի ճանապարհը։ Ես քիչ-քիչ սկսում եմ արդեն մոռանալ։ Հազար անգամ թեքվեցինք աջ ձախ, հիմա ուր գնանք։ Ոնց որ մենակով մտածել ես այս ամբողջը, տենց էլ մենակով տակից դուրս արի։ Ես որոշումս արդեն կայացրեցի, արի իջնում ենք ներքև։ Այս ինչ տեսարան է, Աստված իմ։ Բարձրացել եմ ժայռի վերևը ու վերևից եմ ամեն ինչը տեսնում։ Ինձ իսկապես կորցրել ու անմտածված առաջ էի շարժվում քարերի վրայով, առանց գիտակցելու, որ ճանապարհից շեղվել եմ։ Գեղեցկությունն այդպիսի բան է, երբեմն քեզ կուրացնում է ու առանց երկար բարակ մտածելու ուղակի շարժվում ես առաջ։ Բայց թե դեպի ուր, նույնիսկ դու չես հասկանում։ Քարերի վրայով իջանք եւ այն կողմի վրա ճանապարհ բացվեց։ Առաջարկում շարժվենք դեպի այն կողմ, տեսնենք թե առջևում ինչ կա։ Գնացինք։ Ի զարմանս ինձ այս անապատում նույնիսկ գեղեցիկ բույսերի էինք հանդիպում։ Այս ճանապարհը, որ բացվեց մեր առջև, ամբողջովին գետնին ավազ է, չեք պատկերացնի այդ քարերից հետո ինչ դժվար է հիմա մեզ առաջ շարժվելը։ Մենք կրկին որոշեցինք ընտրել վերև բարձրանալը ու գնալ այն մյուս ճանապարհով, որտեղ իսկապես չգիտենք թե այդ ավազի ճանապարհը մեզ ուր էր տանում։ Ուղղակի ապշելու է, որ նայում ես այս քարերի տարբեր գույներին։ Այս հատվածը, որտեղ որ հասել ենք, կոչվում է կրակի ալիք, ու իսկապես իրեն շատ համահունչ անվանում ունի այս վայրը։ Իրական կրակի ալիքներ կարծես լինի։ Քարերի խառնված երանգների գեղեցկությունից աչքերս ուղակի զարմացել էին։ Խնդրում եմ մի հատ այս քարի գագաթը նայեք, ահա որ ցանկություն առաջացավ հարցնել այս քարի գագաթը։ Չգիտեմ ճիշտ ու ապահով որոշում է թե չէ, բայց այդ ամեն ինչը այնքան հիմա ինձ չի հետաքրքրում, ուզում եմ գնամ բարձրանամ այ այնտեղ ու մի հատ զգամ այդ բարձրությունը։ Գնացինք։ Կա դժոխք են ժամանակ ստեղ ա եղել, տեղափոխել են, պրոստը հեռու ա եղել, տեղափոխել են վերև։ Էսի կարա լինի, գիտես։ Իսկապես։ Ինչա կոչվում դեղի կրակի ալիք, որտեվ այն ժամանակ այդտեղ կրակներ ա եղել, այդ կրակը ծովի պես ա եղել, ասան, այս կողմից են կողմ, այս կողմից են կողմ։ Ասած դիտում եք ինչ-որ ճշմարտություն տեսնում եմ, հա, կարա լինի, իսկապես, հա։ Հասա քարի գագաթի վրա։ Խնդրում եմ այս տեսարանը մի հատ զգացեք։ 1 ժամից ավել քայլելուց հետո րոպե առ րոպե մարմինս ու ոտքերս անտանելի ցավ էին սկսում զգալ, քանի որ բավականին հետ էի վարժվել նման բարդ վայրերում այսքան երկար քայլելու։ Արդեն շունչս չի հերիքում, ժողովուրդ։ Ամեն ինչ տարածքում այնքան սիրուն ու տրամադրող է, որ ուզում ես անverջ ուղակի քայլես, որ այս տեսարանները տենաս, բայց չգիտեմ, երևի սխալ ստրատեգիա ենք ընտրել։ Պետք է sense լինած լիմիտ ունենանք, որ մինչև այդտեղ պետքա քայլենք, որովհետև իսկապես արդեն մոլորվելու շանսերը մեծանում է։ Այ, հորը չեմ կարող խոսա, մի հատ ծառավ մեռնում եմ։ Այս ինչքան էր պետք իմ ասա։ Ահա որ հավես է կրակի հովիտում էներգետիկ վայելելու, երբեք չէի մտածի, որ սենց օր կգա, որ ես Ամերիկայի անապատներից մեկի խորքերում կխմեմ իմ սեփական ըմպելիքը ու կվայելեմ այս տեսարանը։ Այստեղ գալուց առաջ ուսումնասիրել եմ, որ կրակի հովիտը ժամանակին եղել է սովորական ավազե անապատ, այս հսկայական քարերը եղել է ավազե թմբեր, այդ 150 միլիոն տարիների ընթացքում, երբ շատ է եկել անձրևներ, շատ է եղել փոթորիկ, այդ ավազը միլիոնավոր տարիների ընթացքում սկսել է քարանալ եւ հենց այդպես է այս քարերը առաջացել։ Իջնում ենք ներքև, փորձենք մտնենք այս ժայռի մեջ։ Մենակ քարերը շուրջ չկան, այստեղ ինչպես կարող եք տեսնել, քարերը վերևից կոտրվել ու գլորվել են ներքև։ Չէ, շատ վտանգավոր բան եմ հիմա ես անում, առաջարկում եմ ուղղակի իջնենք ներքև ու մեր նորմալ ճանապարհը շարունակենք։
թվում է կորել ենք։ Սաղ քո մեղավորությունն էր, եթե ինչ։ Ուղեղդ անջատվում է, ես քեզ 1000 անգամ ասել եմ։ Ինչն է իմ ուղեղը անջատում։ Միլիոն անգամ հարցեցի, Ռաֆ, արի իրար հետ որոշենք, ուղեղներս միացնենք, տենց հասկանանք ուր ենք գնում։ Իրար հետ որոշելու բան չկա, այս չոլի մեջ ինչ որոշենք, ես ասացի որ գնանք, ոնց գնանք։ Ինչ ոչի բան չմենակ ասում ես նկարի հելնում եմ ստե, նկարի հելնում եմ դե, նկարի, այդ տենց ես։ Բայց չնկարենք։ Այսինքն ուզում եմ ասած եկել ենք կամերանար անջատենք, պրոստը մեր համար քայլենք։ Բա պետքա նկարենք, բա ինչ պետք է։ Չէ, պետք է։ ես չեմ կարող համ նկարեմ, համ ջամփեն իշեմ, մտածեմ ոնց պետք է հետեթանք։ Քո GoPro-ով նկարի, ես եկա մտածեմ ուրեմն։ Ռաֆ, պրոստը միացնում ենք, պահում ենք ձեռներս կամերան։ Հիմա խի ես օրինակ ամեն ինչ գցում նկարելու վրա, բա պետքա նկարենք, եկել ենք վիդեո նկարենք։ Արի ավելավա հասկանանք ոնց ենք հետ գնում մեքենայի մոտ։ Հերոսել թարսի պես զարյատկա չունի, վերջացել է, մարդկոցը նստել է։ Պարտադիր պիտի կռիվ սարքես, չէ, անկապ։ Հələ դու հեռախոսդ իմը նստածա։ Խնդրում ստեղ նայեք, no service, ոչ կապ կա, ոչ քարտեզն է աշխատում, չենք հասկանում հիմա ուր ենք մենք ուղակի։ Ուղակի այսպես կուբիկներ է ցույց տալիս ու մենք չգիտենք ուր ենք հիմա։ Արի ուղակի մոտավորապես փորձենք քարերը հիշելով հետ գնալ։ Ինչի թվում որ բարդ է լինելու։ Սաղ քարերը նույնն է, այդ ոնց նես հիշելու։ Այն որ գոռացինք արձագանք ես հիշում ես։ Դե տեղը պետքա հետ փորձենք գնալ։ Արի բարձր սար գտնենք։ Գուշ հիմա էլ չընկնենք, իչի։ Ալո։ Ռաֆ, ժամանակ չունենք, իչի։ Սիրելի Արշավախմբի Արա ժամանակ չունենք, իչի։ Մարտիկ, սիրելիներս, գործընկերներս, հարազատներս, պաշտոնական, ամենաակտիվ, ամենապոպուլյար YouTube-յան ալիքի բացման արարողությանը ծափահարությունները բոլորիս։ Արա ապուշ ես դու, Ռաֆո։ Ուզում եմ ներկայացնել Արա մի ներվերս կեր։ երեկույթի կառուցվածքը։ Արա հել գնանք։ Վաղ ես գտել։ Մի հատ կենտրոնացի, խնդրում եմ կենտրոնացի, հել։ Հող, Հել։ ես պետք է գրավեմ այդ կարմիր թակավորությունը։ Դա Կգրավես։ ինձ է պատկանում։ Հասկացանք, արի հիմա գնանք։ Դա իմն է։ Հասկացար։ Իմ հետևից։ Էլի քո հետևից, բայց արի գնանք ավտոն գտնենք։ Զորք։ Իմանի մեկ լանցի։ Անցի առաջուկի։ Յա։ Ցինիկանալու ժամանակ ես արա գտել։ Հələ վարդի պիտի ասենք խորովածանի։ Ուղիղ 2 ժամ հեռվացել ենք։ Հիմա 2 ժամ պետք է Տափուկ, իջել, տափուկ։ Արա մի արա տափուկը դու։ Անդա դիրակ, ակյուրես կանգնելու։ Ժամանակը չի կատակներ անել, ասում եմ 2 ժամ հեռվացել ենք ավտոից, արա։ Ակյուն ուսուշ հետ էպես խոսալու համար, թակավորի։ Ես գնացի, հաջող։ Անդա գործ եմ փոքրուտ։ Ես գնացի։ Տափուկի մեկ։ Ցինիկ, արա, էլի միացել է։ Ոնցի առաջ։ Մի արա։ Քեզ տենց սպաում։ Խփեցիր ինձ։ Դու ես ինձ ես 2 ժամա խփում։ Սենց պիտի անես, որ քիթը կսվի գետին։ Վերցրու կամերան, արա ուր ես գնում։ Կգնաս ինքդ քո կամերան կվերցնես։ Ցնդել ես դու։ Ինչ ես անում։ Էլ չեմ կարում Ռաֆոյի ձեռը։ Դու հասկանում ես պահի լրջությունը։ Միակ մարդը, որ չի հասկանում պայի լրջությունը, դա հիմա դու ես։ Լրջությունը։ Արա մի ապուշացի, քայլի առաջ։ Շուտ պետքա հետ գնանք, քանի որ այստեղից պետքա շարժվենք դեպի Area 51։ Մեր հաջորդ կանգառը այնտեղ է լինելու, պետքա գնանք եւ ուղիղ 24 ժամ փորձենք անցկացնել Area 51-ի հենց առջև։ Մենակ թե հասցնենք մինչև մուտքը ընկնելը հասնել Area 51, որտեղ եթե մի քիչ շարունակեցինք մնալ ստեղ ու խորանալ այս անապատի մեջ, ինձ թվում է անհնար է լինելու մեկ օրում Area 51 հասնելը։ Ով չգիտի թե Area 51-ը ինչ տեղ է, ասեմ որ աշխարհի ամենագաղտնի տարածքն է, որը Ամերիկայի Միացյալ Նահանգները ուղղակի թաքցնում է մարդկանցից, թե ինչ է Area 51-ում կատարվում։ Շատ մարդիկ ասում են, որ այլ մոլորակայիններ գոյություն ունեն ու այո, մարդկանց 99%-ը խոսում է նրա մասին, որ Area 51-ը երկիր մոլորակի այն կետն է, որտեղ այլ մոլորակայինները ունեն իրենց առանձին բազան, որտեղ էլ հավաքվում են։ Շատերը հիմա կասեն, կարո ինչ ես խոսում, այլ մոլորակայիններ գոյություն չունեն, բայց իրականում ես կարծում եմ, որ տիեզերքը այնքան մեծ է, որ ուղղակի անհնար է ինչ-որ ուրիշ շնչող արարածներ չապրեն այս հսկայական տիեզերքում։ Դրա համար ես հավատում եմ, որ այլ մոլորակայիններ գոյություն ունեն ու դրա մասին փաստող շատ ու շատ ապացույցներ ու վիդեոներ կա, որը մարդիկ գնացել են Area 51-ի տարածք ու այնտեղ էլ նկարել են։ Իրականում քարտեզի վրա Area 51-ի տարածքը ուղղակի ոչնչացրած է, գոյություն չունի ուղղակի։ Մենք մոտավորապես գտել ենք ինչ-որ կոորդինատներ, որ մարդիկ ասում են այդ տարածքում է մոտավոր գտնվում։ Դրա համար մոտավորապես քարտեզով պետքա քշենք ու մոտակայքում ապրող տեղացիներից հարց ու փորձ աներով փորձենք գտնել տարածքը։ Անկեղծ ես սարսափում եմ Area 51-ի տարածքին մոտ նույնիսկ գնալուց, բայց հանուն YouTube-ի ու հանուն իմ հետևորդների ես պատրաստ եմ անել ուղղակի ամեն ինչ, որպեսզի ձեզ համար նկարեմ լավագույն կոնտենտը։ Ինչքան էլ վտանգավոր ու ինչքան էլ անթույլատրելի լինի Area 51-ի մոտակայքում գտնվելը, մեկ ես պետք է ամեն ինչ անեմ, որ գնամ ու հասնեմ այնտեղ։ Այնպես որ պետքա շուտ այս անապատից դուրս գալ, գնալ հասնել մեքենայի մոտ, քանի որ այստեղից դեպի Area 51 ուղիղ 4 ժամ ճանապարհ ունենք քշելու։ Մոտավորապես տեղից որ կողմ ենք Ռաֆ գնում։ Հələ մի վարքյան կանգնի, դեպի ձախ ճանապարհով, թե դեպի աջ ճանապարհով։
դեպի 500 աստիճան ներքև, թե ասենք 398 աստիճան դեպի վերևը։ Լավ, դու մեկ անլուրջ ես, արի աչով գնանք։ Ես մոտավորապես արդեն հիշում եմ ճանապարհը, թե ոնց ենք այս ճանապարհով իջել դեպի ներքևն, այսօր ճիշտ ուղու վրա ենք։ Ռավ։ Հա։ Ստեով անցել ենք։ Հա։ Հա։ Չէ։ Չէ։ Լավ, այսօր քեզ հարցեր չեմ ծառավ։ Ուղղակի արի հետևիցս։ Խնդի իմ ժողովուրդ։ Խեք սա գցել էստեղ կամ սա։ Չի։ Հետո որ գաք ստե նկարեք, հետո գնաք սաղին ստե գզեք սիրուն տեղ։ Բար սիրուն տեղ խեք գցել։ Փնթիներ։ Իսկապես անընդունելի է բնությունը աղտոտելը։ Ոչ մի պարագայում կապ չունի թե որտեղ ես, աղբ մին է իր գետնին, դրա համար գոյություն ունի աղբաման։ Ուրեմն ուղիղ գնում ենք ու բախտներս բերես ճանապարհը տեսնում եմ արդեն ներքևում, արդեն կարող ենք sense իջնել ներքև ու ճանապարհով ուղիղ քայլել ու 99.9%-ով հեշտ կհասնենք մեքենայի մոտ։ 1 ժամից ավել քայլելուց հետո վերջապես հավատս չի գալիս։ Ես արդեն հերվում տեսնում եմ մեր մեքենան։ Արդեն իսկապես շտապել է պետք, քանի որ ուղիղ 4 ժամ ճանապարհ ունենք ստեղից քշելու, որպեսզի հասնենք Area 51, պետք է մինչև մութը ընկնելը փորձենք հասնել այնտեղ։ Հավատս չի գալիս։ Մենք մեքենայի մոտ ենք վերջապես։ Ժամանակն է շարժվելու դեպի գաղտնի ու անթույլատրելի Area 51։ Հուսով եմ վայելեցիր վիդեոն սկզբից մինչև վերջ։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը Area 51-ում։